Այս րոպեներին Գյումրիում ընթանում է ավականու առաջին նիստը, որը վարում է Վարդան Ղուկասյանը, տարիքով ամենամեծ ավականու անդամը, իսկ ՔՊ-ն չի մասնակցում ավականու նիստին։ News.am-ը փոխանցում է, որ քաղաքապայմանագիրը չի ներկայացրել նիստին, իսկ նրանց առաջին համարը Սարիկ Մինասյանը սոցցանցի իր էջում գրել է, որ Գյումրիում պետք է տեղի ունենան արտահերթ նոր ընտրություններ, Գյումրիում նորընտիր ավականու նիստին չմասնակցող ՔՊԱԿ-ը գրել է Գյումրու ապագայով մտահոգ ավականու անդամներին կոչ եմ անում քվեարկել խղճի մտոք, չընդունել այլոց հաշվարկների արդյունքում պարտադրված որոշումը եւ չստվերել Գյումրու ապագան։ Ես հիշեցնեմ, որ ընդդիմադիր ուժերը հայտարարել էին Վարդան Ղուկասյանին աջակցելու մասին, որ նա դառնա քաղաքապետ, ՔՊ-ն 14 մանդատ ունի, հիմա մամուլից նորություններ լսենք։ Հրապարակը գրում է ԱԺ-ում Փաշինյանի ելույթից ՔՊԱԿ-ների մոտ տպավորություն էր ստեղծվել, թե գնում են արտահերթ ընտրությունների։ Երեկ նա սովորականից ավելի ջղաձիգ էր, մեկ հայտարարում էր, թե պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու, պատերազմի համար որևէ հիմք չկա, հետո ափերից դուրս գալիս, բղավում, անկանոն շարժումներ անում, մի պահ ճչաց, ֆոյեում ճեպազրույց տվող Ռուբեն Ռուբինյանը վեր թռավ, հետո իրեն հավաքեց, շարունակեց խոսքը, անգամ վարկածներ էին բարձրաձայնում, որ գուցե աշնանը երկուսը մեկում անեն արտահերթ ընտրություն ու սահմանադրական հանրաքվե։ Ներկայում օրենքը թույլ չի տալիս նույն օրն անել, բայց դա փոխելը ՔՊ-ի համար խնդիր չի։ Մեկ այլ հոդվածում հրապարակում կարդում ենք խորհրդարանի այս քառօրյայի օրակարգում նախագծեր կան վարչական իրավախախտումների, հարկային ու հողային, քաղաքացիական դատավարության օրենսգրքերի փոփոխությունների հետ կապված։ Առավել ուշագրավն այն է, որ կառավարության կողմից ներկայացվել է կրիպտոակտիվների հետ կապված փաթեթ, այսինքն կառավարությունը փորձում է կրիպտովալյուտայի դաշտը կարգավորել։ Օրենսդրական փոփոխություններին ծանոթացած տնտեսագետը հետաքրքիր եզրահանգման է եկել ասել, որ այս իշխանության ներկայացուցիչները այնքան են հարստացել, որ սկսել են կրիպտովալյուտա ձեռք բերել ու օրենսդրությունը ըստ այդմ փոփոխության են ենթարկում։ Ժողովուրդն էլ գրում է ԱԺ-ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքը քննելու համար շրջանառության մեջ դրված ընդդիմության նախաձեռնությունը ամենայն հավանականությամբ կտապալվի։ ՔՊ խմբակցության ներսում Քոչարյանը հասցրել է այս օրերի ընթացքում համախոհներ ձեռք բերել թիմակիցների շրջանից, որ իր դեմ դուրս չգան, էթիկայի հանձնաժողով չձևավորեն։ Թեև նախորդին խնդրել էր հետաձգել իրեն վերաբերող հարցի քննարկումը խմբակցության ձևաչափով, պատճառաբանելով, թե Փաշինյանի հետ կխոսի, նոր գործընթացը թող սկսեն, բայց իրականում նա վարչապետի հետ զրույց չի ունեցել, պարզապես իրեն ժամանակ է պետք եղել երիտասարդ պատգամավորներին համոզելու, որ չզոհաբերեն իրեն։ Կարծես թե այս անգամ Քոչարյանը անպարտելի դուրս եկավ եւ նրա հարցով էթիկայի հանձնաժողով չի ձևավորվի, գրում է թերթը։ Օրագիրը շարունակվում է, իմ հյուրը Նաիրի Սարգսյանն է, Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, պարոն Սարգսյան, ավարտեմ մի փոքր առաջին թեման, որով սկսեցի հաղորդումը, մանդատները ներկայացնելով, ընդդիմադիր ուժերը, ինչպես գիտենք, հայտարարել են Գյումրիում Վարդան Ղուկասյանին սատարելու մասին, մեր քաղաքը դաշինքը ունի 6 մանդատ, Իմ հզոր հայրենիքը 3 մանդատ, Մայր Հայաստանը 2 մանդատ, որոնք իրենք կաջակցեն, որպեսզի Վարդան Ղուկասյանը իր 8 մանդատով հանրագումարում կարողանա դառնալ քաղաքապետ։ Հիմա սպասենք արդյունքներին, տեսնենք թե ինչ կլինի ավականու նիստի արդյունքում եւ մեր հիմնական թեմայից խոսենք, դա երկրի տնտեսական զարգացումն է, սոցիալական խնդիրներն են, որոնք օրստորե ըստեյության էլ ավելի են սրվում ու դա մենք տեսնում ենք տարբեր բողոքի ակցիաների միջոցով, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ պարբերաբար ինչ-որ պահանջներով կառավարության շենքի առջև են, մարդկանց խնդիրները չեն լուծվում, մարդիկ գնաճն իրենց վրա են զգում եւ երեկ էլ
իշխող խմբակցությունը ստեյցան մերժեց ընդդիմության նախաձեռնությունը համընդհանուր հայտարարագրման չեղարկման վերաբերյալ սա մի հարց է, որի մասին դուք տևական ժամանակ խոսում եք, ներկայացնում եք ռիսկերը, նախ կխնդրեմ ընդհանուր գնահատել մեր երկիրը սոցիալ-տնտեսական առումով դեպի ուր է գնում այսօր։ Մենք ինչ վիճակում ենք գտնվում, իշխանության քաղաքականությունը, եթե կա այդպիսին այս ոլորտում, ինչին է միտված։ Անկայուն ծանր կարելի է գնահատել տնտեսության իրավիճակը, եթե կայուն ծանր լիներ, որոշակի հույսեր էսպես կլիներ, անկայունություն է ու անորոշություն անընդհատ, իսկ անորոշությունների ֆոնին ճիշտ նկատեցիք տարբեր ձևաչափերով ու տարբեր մասշտաբների հարկային տերորներ։ Սկսենք շերտերի բաժանելուց, խոշոր բիզնեսի վրա, խոշոր կամ միջին բիզնեսի վրա անդադար հարկային հարձակումներ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ, այդպես նախնական հաշվարկների իման վրա հարկային մուտքերի պարտադրանքներ, համատարած եւ Երևան քաղաքում եւ Երևան քաղաքից դուրս։ Խոշոր բիզնեսը կամ միջին բիզնեսը որոշակի այդպես пассивություն է միշտ ցուցաբերում, միշտ այդպես ավանդական այդպես է եղել, այդպես է նաեւ տարբեր երկրներում, նրանք չեն բարձրաձայնում իրենց խնդիրները, նրանք փորձում են շատ ավելի լեզու գտնել։ Շատ փորձում են ուղղակի ստվերում լուծել եւ չհանրայնացնել խնդիրները, բայց համատարած տերորի են ենթարկվում, ընդ որում հարկային այնպիսի բեռ են դնում նրանց վրա, լրացուցիչ հարկային բեռ են դնում, որ բիզնեսը այլևս չի կարողանում շահութաբեր շարունակել աշխատել։ Դրա մասին են վկայում նաև հունվար-փետրվար հարկային վիճակագրության ցուցանիշները, շահութարկի առումով հավաքագրվել են բացառապես տերորի հաշվին, ավելացված արժեքի հարկի առումով հավաքագրվել են հարկերը բացառապես տերորի հաշվին։ Սա կարծում եմ այն պատասխանն է, որ տևական ժամանակ ասում են, որ 2025 թվականին կա ռիսկ մինչև 400 միլիարդ դրամ հարկերի թեր հավաքագրման, իսկ Նիկոլ Փաշինյանը շատ ուշի ուշով հետևում է այդպիսի կանխատեսումներին, որովհետև նախորդ տարիների փորձը հաշվի առնում տեսնում է, որ կանխատեսումները մեր իրականություն են դառնում, հետևաբար փորձում է հարկային տերորի եւ յուրաքանչյուր այդպես արգելված միջոցները նույնիսկ կամ պաշտոնական դիրքը չարաշահելով փորձում են հասնել 2025 թվականի ավարտին հարկերի ոչ թե թեր հավաքագրման, այլ միգուցե գերակատարման։ Այսինքն մենք արձանագրում ենք, որ այսօր իշխանությունը բյուջեն լցնելու խնդիր ունի եւ դա փորձում է անել հպարտ քաղաքացիների գրպանի հաշվին, հերոս հարկատուների հաշվին։ Նրանք հերոս են, ճիշտ է։ Սա առաջին խումբը։ Երկրորդ խումբը արդեն միկրո եւ մանր բիզնեսն է, որի հարկային դրույքաչափերը այսպես բարձրացնելով փորձում են բյուջեի կանխատեսելի թերհավաքագրվող եկամուտային մասը ապահովում։ Ֆինանսների նախարարության հաշվարկով իհարկե դա գնահատվում էր տարբեր ժամանակներում 13-ից մինչև 17 միլիարդ դրամ, մոտավորապես եկեք ընդունենք 15 միլիարդ դրամի չափով էր հավաքագրվում։ Տեսեք, առևտրական գործունեություն ծավալողների համար այս փոփոխություններով հարկային դրույքաչափը հարկային բեռը 33%-ի շրջանակներում է մեծանում մոտավորապես։ Ծառայություն մատուցողների համար մոտավորապես կրկնակի մինչև հունիս ամիս շրջանառության հարկի մասին է խոսքը, միկրո եւ մանր բիզնեսի մասին է խոսքը։ Եվ հանրային սննդի, այսինքն ռեստորաններ, սրճարանների համար մոտավորապես 57%-ով է հարկային բեռը ավելանում, իսկ արտադրության համար մոտավորապես 15%-ով։ Սա բացարձակ թվերը թե ինչ ավելացման ռիսկ ունեն, ընդ որում բավական համեստ հաշվարկներով կարող են շատ ավելի լինել Դա արդեն ավելացումները։ այս հունվարից թե դեռ սպասվում է։ Արդեն սկսվել է։ Արդեն սկսվել է բարձր հարկային բեռ, մարդիկ մտնում են էլեկտրոնային կառավարման համակարգ պետեկամուտների կոմիտեի եւ տեսնում են իրենց դրույքաչափերը, այնինչ այլ խոստումներ էր տրված իրենց փոփոխության հետ կապված։ Հունիսից արդեն կանխատեսվում է ծառայություն մատուցողների մասնավորապես հաշվապահական, խորհրդատվական, փաստաբանականները արդեն իսկ իհարկե 6 անգամ մոտավորապես հարկային բեռ է ավելացում, ինչը բնականաբար կանրադառնա արդեն ծառայության արժեքների գների վրա։ Եվ ծառայության արժեքի եւ ծառայություն ստացող կազմակերպությունների, այսինքն փոքր մանր խանութների ապրանքների սակագների վրա, որը բնակչությունը հետագայում պետք է սպառի։ Սա չի կարող ուղղակի ազդեցություն չունենալ։ Այսինքն մենք սպասենք նոր գնաճի տարբեր ոլորտներում։ Շարունակական վերջին գնաճի վերաբերյալ տվյալները երբ որ հրապարակվեց, մի քանի օր առաջ էր,
3.5% արդեն ունենք գնաճ։ Հիմա նաև Նիկոլ Փաշինյանի որոշակի այդպես ազգային ժողովի ելույթի վերաբերյալ գնաճի մասին խոսանք։ Եկեք երրորդ շերտը գնանք արդեն համատարած հայտարարագրումն է, այսինքն ամբողջ հանրապետության քաղաքացիների հարկային բեռ են ուզում սահմանեն։ Տեսեք, խոշոր բիզնես, միկրո եւ միջին բիզնես կամ մանր բիզնես եւ ամբողջ հասարակություն։ Բոլորին մոբիլիզացնելով փորձում են հավաքագրեն այն հավելյալ 400 միլիարդ դրամը, որ 2025 թվականին կանխատեսում է, որ չի կատարվելու։ Իսկ 400 միլիարդ դրամը Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական պարտքի միայն տոկոսի սպասարկումն է։ Այսինքն պետք է լրացուցիչ հավաքագրեն, որպեսզի իրենց ծախսերի համար կարողանան կատարել։ Այսինքն ամբողջ տոկոսների սպասարկումը ձեր նշած թիվն է։ Այո։ Սա ինչ է նշանակում, պարոն Սարգսյան։ Սա նշանակում է, որ կառավարությունը շարունակում է կատարել անարդյունավետ ծախսեր, չեմ կարող ասել ծախսային քաղաքականություն, որովհետև նույնիսկ սրանք գծագրված Հայաստանի ապամոնտաժման սցենարը չենք այնքան փնթի են կատարում, չի կարելի սրանց գործողությունների շարքը քաղաքականություն անվանել։ Գիտեք, հարկերի հավաքագրում կամ բյուջեի եկամտային մասի ապահովումը սա կարևորագույն խնդիր է, բայց ինքը միշտ փոխկապակցված է ծախսային քաղաքականության հետ։ Երբևէ հարկ վճարողը չի ցանկանում ավելորդ տեղը հարկային բեռը սպասարկել, այսինքն հարկին համապատասխան ծառայություններ չստանա։ Հարկի ինքը անկախ սահմանումից, անկախ ձևակերպումից պետություն եւ քաղաքացի հարաբերությունների մեջ հարկը ծառայության վճար է։ Պետությունը հարկը հավաքագրում է, որպեսզի ապահովի բնակության համար անվտանգություն, առողջապահություն, կրթություն եւ այլն, տարբեր ոլորտներում։ Հիմա տեսեք, եթե մենք թվարկում ենք ինչ է անում պետությունը, կառավարությունը, այսինքն կառավարությունը անվտանգության մասին կարելի ընդհանրապես չխոսել, որովհետև չկա անվտանգային համակարգ բացարձակ։ Առողջապահության վերաբերյալ հարկատուն հարկը վճարում է, որպեսզի ստանա որակյալ առողջապահական ծառայություն, բայց որակյալ առողջապահական ծառայության համար ստիպված է լրացուցիչ վճարել, որպեսզի ստանա իր ցանկալի առողջապահությունը։ Նույնը կրթության ոլորտում։ Ինչ է կատարվում պետական դպրոցներում։ Ինչպիսի կրթություն ենք ստանում մենք։ Տեսեք, հարկատուն հարկը վճարում է, որպեսզի որակյալ կրթություն ստանա իր զավակը, բայց ստիպված է մի հատ էլ այսինքն վճարովի մասնավոր դպրոցներ ուղարկել իր զավակին, որպեսզի զավակը ստանա որակյալ կրթություն։ Նման դեպքում սովորաբար հարկատները դեմոտիվացվում են, այսինքն չի կարող պետությունը չի կարող հարկատուն ուղղակի հարկերը վճարել։ Ինքը գտնելու է։ Պիտի փոխարենը ստանա։ Եթե չի ստանում, բնականաբար չի վճարել։ Հասկանալի է, պարոն Սարգսյան, անդրադառնանք Փաշինյանի 3 խորհրդանում ելույթի մի քանի շեշտադրումներին, դուք հավանաբար տեսել եք, թե նա ինչպիսի ջղաձգումներով ու ինչ որ ներկայացում հիշեցնող շարժուձևով էր խոսում այն մասին, որ այ ընդդիմությունը ասում է բյուջեն լցնում եք եւ այլն, հա, նա փորձում էր ներկայացնել այնպես, որ դե մենք այնքան լավ կառավարություն ենք, բյուջեն ենք լցնում, մեր գրպանները չենք լցնում, իսկ մեզ քննադատում են։ Նախ սկսենք ձևակերպումից, բյուջեն ենք լցնում ինչ գնով։ Արդեն նկարագրեցինք խոսքի սկզբում, հարկային տերորի միջոցով, մանր եւ միջին բիզնեսին խեղտելու, այդ թվում մինչեւ փակման հասցնելու միջոցով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա լրացուցիչ հարկային բեռ դնելով եւ տոտալ վերահսկողություն սահմանելով։ Սա է համարվում բյուջեի լցնելը։ Բյուջեի լցնել դեռևս չի նշանակում արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականություն վարել։ Բյուջեն լցնում են, բայց զուգահեռ կատարում են անարդյունավետ ծախսեր։ Օրինակ, Փաշինյանի պատկերացումները կրթության վերաբերյալ սահմանափակվում են բացառապես շենքային պայմաններով։ Լինում են օրինակ բիզնեսներ, երկու բիզնեսմեն եկեք վերցնենք ու համեմատական տանենք։ Մի բիզնեսմենը վարկ է ներգրավում, զարգացնում է, արտադրություն է հիմնում, ծառայություն, ներդրում է կատարում մտքի մեջ, մարքեթինգի մեջ, եւ այսպես տարբեր բովանդակության մեջ ներդրում է իրականացնում։ Հաջորդ բիզնեսմենը, որը այդ թվում Հայաստանի Հանրապետությունում շատ լայն տարածում ունի, վարկը վերցնում է առաջին հերթին իր համար աշխատասենյակի, շատ գեղեցիկ վերանորոգում, թանկարժեք մեքենա, որպեսզի ներկայանալ տեսքը ապահովի։ Առաջին հայացքից ներկայանալ տեսքը թվում է, թե ինքը լուրջ կայացած բիզնես է եւ այլն, հենց սկսում է բանակցությունը եւ զրույցը արդեն միանգամից երևում է նրա դատարկությունը եւ նա այդ որևէ գործար չի կնքում։ Ու շարունակ միմյանց հետևից սնանկանում են։ Մի հատ էլ Վահան Քերոբյանն ենք, այն էլ մեկ բիզնեսմեններին խորհուրդ տալիս, որ գնան սնանկության դիմեն, այդպես սնանկանան եւ որևէ պարտավորություն չկրեն։ Հիմա Փաշինյանի պատկերացումը այսպես գեղչկական պատկերացումներ է, որովհետեւ ամբողջ կյանքում ոչ բարիք է ստեղծել,
ոչ պատկերացնում է բիզնեսը ինչ է, առավել եւս պետական կառավարումի ինչ է։ Եվ հետեւաբար կրթության վերաբերյալ նրա պատկերացումները այդպես են, այսինքն դպրոցի պատերը կլինեն գեղեցիկ, այդ դպրոցից դուրս կգան գրագետ կրթված աշակերտներ։ Դե տեսեք, պարոն Սարգսյան, կառավարության ղեկավարը կառավարության նիստին խոստովանում է, ասում է մենք բոլորս 7 տարի են մնացել ենք նույն դասարանում, այսինքն մենք եթե շարունակենք, դպրոցական, այսպես ասած, ձևակերպումները, մենք չենք սովորել, մենք ի վիճակի չենք սովորելու, մենք մնացել ենք նույն մակարդակին, մենք չենք աճել։ Նախ սա նոնսենս է ինքնին, որովհետև երևի որևէ երկիր չկա, որի կառավարությունը խոստովանի, որ ինքը անգրագետ է, ապիկար է, եթե մնացած այլ, այսպես ասած, թեզերը անգամ մի կողմ դնենք եւ գանք պրոֆեսիոնալիզմի դաշտ։ Մարդը խոստովանում է, որ իրենք չեն կարողանում աշխատել։ Նախ սրանին չպիտի հետևի եւ երկրորդ, այս ինքնախոստովանությամբ նա ինչ էր ուզում ասել, ասում էր դուք բոլորդ վատն եք, դրա համար է երկրի վիճակը այսպիսին եւ պլյուս դրան կադրերի խնդիրը, նա մեղադրեց կադրերին, թե չեն գալիս քիչ աշխատավարձով չեն աշխատում։ Տեսեք, ես այդ հայտարարությունը երևի Փաշինյանի եզակի հայտարարություններից է եղել, որ ողջունել եմ, որովհետև 7 տարի է մենք տանջվում ենք բոլոր հարթակներում ասում ենք, որ Փաշինյանը տգետ է, շատ դեպքերում ասում են ինչու եք այդպես վիրավորական ասում, վերջապես 7 տարի հետո ինքը հասկացավ, որ ինքը տգետ է եւ խոստովանեց։ Սա կարևոր հայտարարություն էր, ֆիքսենք, որ ինքը խոստովանեց, որ ինքը տգետ է։ Գանք հաջորդին։ Ուրեմն Փաշինյանի այսպես ասած պատկերացումներին եւ նրա կադրերի անհավաքագրելիության վերաբերյալ նախ որևէ այդպես լուրջ մասնագետ չի կարող աշխատել տգետ ղեկավարի ենթակայության տակ։ Ընդ որում անկայունի այսինքն եթե տգիտությանը գումարում ենք նաեւ բնավորության անկայունությունը, անկանխատեսելիությունը, այդպես անհավասարակշիռ իրավիճակի եւ այլն, որևէ մեկը դրա չի կարող աշխատել։ Հետևաբար որոշակի նմանություններ պետք է գտնենք անորոշակի ստիպողական այդպես միջոցներով ներգործեն նրա վրա, որպեսզի աշխատի իր հետ։ Հայաստանի Հանրապետությունը ընդ որում նաև իր խոսքի մեջ արտաբերում էր, որ հիմա կասեն ինչու Հայաստանի արգանդը չորացել է եւ այսպես, չէ, Հայաստանում կան շատ բարձրորակ ու լավ մասնագետներ եւ սխալ թեզ է բերում, որ պետական աշխատավարձի ցածր լինելու պատճառով լավ մասնագետներ չեն աշխատում պետական համակարգում։ Փողին, սպառողականությանը, որովհետև ինքը մտածում է ստամոքսով, որովհետև էությունը այդպիսին է, նա մանկուց մեծացել է այդպես փողի մոլուցքով, չունի այդ մարդը որևէ համակարգ։ Պատկերացումը դա է։ Դեք հաճախ են գնում օրինակ տարբեր ձևաչափերով զրույցներ եւ քննարկումներ եւ մասնավոր ոլորտը տնտեսության իրական հատվածը ներկայացնում է այդ տեղի աշխատանքի դրական կողմերը, պետական հատվածը ներկայացում է այս տեղի դրական կողմերը, բայց պետական աշխատանքը դա աշխատանք չէ, այլ դա առաքելություն է եւ յուրաքանչյուր մարդ չի կարող դա իրականացնել։ Այսինքն գրագետ որոշակի մարդիկ կան, որ ոչ թե նպատակադրում են մասնավոր ոլորտում շատ փող աշխատելը, այլ նպատակադրում են պետական ծառայությունը եւ նրանք այդպես նպատակադրված գնում են իրենց կյանքը նվիրում են պետական ծառայությանը։ Այսինքն այստեղ արձանագրելու ենք, որ համակարգն է խնդիրը եւ համակարգի, այսպես ասած, բուրգի վերևում կանգնած անձը։ Այո, եւ ֆիքսենք, որ Փաշինյանը կրկին ստում է։ Այսինքն կադր Հայաստանի Հանրապետությունում կա, շատ բարձրորակ կադրեր կան, բայց Փաշինյանը կրկին ստում է։ Եվ Փաշինյանի հետ որևէ, այսպես նորից եմ կրկնում, արժանապատվություն ունեցող կադր չեմ կարծում, որ Փաշինյանի հետ կարող է աշխատել։ Ընդհատենք այստեղ զրույցը պարոն Սարգսյան, մի քանի նորություն լսենք մամուլից, ապա կխնդրեմ անդրադառնալ արտաքին ազդակներին կապված Հայաստանի հնարավոր ապագայի հետ, ԵՄ անդամակցության, ԵԱՏՄ-ում, այսպես ասած, շարունակելու անհնարինության վերաբերյալ վերջին շաբաթվա ընթացքում մի քանի նմանատիպ հերթական ուղիղ ազդակները ստացանք, ուզեմ գնահատեք նաև դրանք եւ հնարավոր սցենարները, հիմա մամուլից նորություններ։ Ժողովուրդը գրում է Հայաստանի ԱԺ Ալեն Սիմոնյանը թերթին լրագրողի հետ զրույցում սկանդալային հայտարարություն է ասել, փաստացի ասել է Անի Գևորգյանը իր հարցը։ Ստիպված է եղել ընդունել իր մեղքը, որ ստեղծված իրավիճակը հանդարտվի, դրանից հետո նոր գործը դատարանում քննվի։ Այո, ճիշտ եք ասում, իմ եղբոր ընտանիքը կայացրել է այդ որոշումը, գնացել է այդ ճանապարհով, որ հետագայում դատարանում քննությունը շարունակվի, ասել է Սիմոնյանը։ Նա կրկին կասկածի տակ է դրել իրավապահների աշխատանքը կանխատեսելով, որ
որ այս գործն էլ դատարանում կկոտորվի, ինչպես շատ այլ գործեր, եւ նշել է, որ իրավապահները սխալվել են։ Այսպիսով կարելի է ասել, որ Ազգային ժողովի նախագահը ձեռնոց է նետում ուժային ղեկավարներին կասկածի տակ դնում նրանց պրոֆեսիոնալիզմը, հայտարարելով, որ նրանք սխալվել են։ Մեկ այլ հոդվածում ժողովրդում կարդում ենք Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի մամուլում հայտնի շիշ բռնողի եղբայր Նայիրի Սարգսյանը, որը եղել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի օգնականը, դիրքավորվել է բիզնես դաշտում ու իշխանական կապերն օգտագործում է իր գործատուի գործերը առաջ մղելու համար։ Խոսքը GTB ընկերության շահառու Գրիգոր Տեր-Ղազարյանի մասին է։ 44-օրյա պատերազմի ընթացքում Փաշինյանը լիազորել էր Նայիրի Սարգսյանին ձեռք բերել $5 միլիոն զրահաբաճկոններ, ԱԹՍ-ներ, ջերմատեսիլ նշանակության սարքեր։ Նրա անունով գումար էր դուրս գրել Նայիրի Սարգսյանը Հայաստանի անունից կանխիկ վճարման եղանակով ձեռք էր բերել 3000 զրահաբաճկոն, յուրաքանչյուրը $240։ Այսինքն այս նպատակով բյուջեից Սարգսյանին կանխիկ տրամադրվել էր $720,000։ Սակայն հետաքրքիրն այն է, որ գնված զրահաբաճկոններից եւ ոչ մեկը կենտրոնական բազա չէր մատակարարվել, այս մասին թերթին հայտնել էին ՊՆ-ից։ Թերթը տեղեկացել է, որ վերջինս աշխատանքի է անցել GTB Holdings-ում, որը մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել սկանդալային փաստերով։ Այդ ընկերությունը Կոմիտասի շուկայի սեփականաշնորհման եւ հյուրանոցային համալիրի կառուցման հեղինակն է, Կասկադի կիսատ մնացած հատվածի կառուցումն էլ նրան է տրվել ձևական մրցույթով միանձնյա որոշմամբ։ Կասկադի վերակառուցումը զայրացրել է մասնագետներին, որոնք արշավ են սկսել Կասկադը Գրիգոր Տեր-Ղազարյանից եւ փաստորեն Նայիրի Սարգսյանից փրկելու համար, կարդում ենք թերթում։ Օրագիրը շարունակվում է, պարոն Սարգսյան, Ռուսաստանից մի քանի հաստակ եղավ անցած շաբաթվա ընթացքում, այս ընթացիկ շաբաթվա ընթացքում փոխարտգործնախարարի մակարդակով եւ նաեւ այնտեղ հայտնի ազդեցիկ հայազգի գործարարի հնչեցին զգուշացումներ, թե ինչ կարող է լինել, եթե Հայաստանի իշխանությունը շարունակի այսպես կոչված եվրոպական կուրսը եւ անդամակցության քաղաքականությունը, որը իրականում հիմք չունի, որովհետեւ Եվրոպայից Հայաստանին ոչ ոք չի կանչում, բայց այս իշխանությունը փորձում է ինչ-որ process փորձել մատուցել մեր հանրությանը ու զուգահեռ նաև տեղավորվել ԵԱՏՄ շրջանակում, որից մեր տնտեսությունը ակնհայտ օգուտներ է ստանում։ Ինչ հեռանկար կարող է սպասվել Հայաստանին, եթե այս քաղաքականությունը չփոխվի ու եթե այդ զգուշացումները իրականություն դառնան։ Աստված մի արասե, որ այդ նախազգուշացումները անցնեն գործնական փուլ, որովհետև դա կլինի Հայաստանի Հանրապետության վերջը, եթե այս պահին ունենք շատ լավատեսական այդպես սցենարներ, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր կառավարությանը հեռացնելուց հետո Հայաստանը հնարավոր է վերականգնել եւ վերակառուցել, ընդ որում շատ կարճ ժամանակում, ապա գործնական այդպիսի քայլերի իրականացումից հետո ԵԱՏՄ-ի կողմից շատ երկար տարիներ կպահանջվեն եւ արդեն կդժվարանան պատասխանել, հնարավոր կլինի վերականգնել, թե այլևս ոչ։ Նախ եկեք Հայաստանի Հանրապետության սուբյեկտայնության նվազեցումից խոսենք։ Գիտենք, որ Ռուսաստանի Դաշնությունը համարվում է գեոպոլիտիկ կենտրոն։ Թուրքիան դերակատարություն իհարկե աճել է, բայց ինքը դեռևս կոչվում է տարածաշրջանային, այսինքն աշխարհ քաղաքական չէ։ Հայաստանի Հանրապետությունը հարաբերվում էր եւ ռազմավարական այդպես դաշնակցային հարաբերություններ ուներ եւ ունի իհարկե, որը վերականգնելի է Ռուսաստանի Դաշնության հետ, փորձում է դերակատարում Հայաստանը նվազեցնի եւ գնա Թուրքիայի ազդեցության գոտի։ Այսինքն սա տակարամտության դա լավագույն բառն է, լավագույն այդպես ոչ վիրավորական բառն է, որ խոսում եմ սրանց մասին այդ տակարամտությունը։ Եվ բազմիցս կրկնել եմ, այժմ էլ կրկնում եմ, Եվրոմիությունը եւ Եվրոմիության ընտանիքին ինտեգրվել է կամ անդամագրվել է, դա ընդամենը սոուսն է քողարկված, այսինքն այսպիսի մեդիա արշավներով կամ այսպիսի մարքեթինգային հնարքներով գնում են դեպի Թուրքիայի ազդեցության գոտի։ Այսինքն մեր հասարակությունը պիտի գիտակցի, որ այդ քարոզների տակ իրականում թուրքական օրակարգ է։ Սա միանշանակ է եւ մեր հանրությանը անդադ պետք է սրա մասին իրազեկենք։ Այդ թվում ներողություն նաեւ տնտեսական իմաստով, որովհետեւ տնտեսական, ռազմական, քաղաքական բոլոր առումներով Հայաստանը գնում է դեպի Թուրքիայի տիրապետության տակ։ Տեսեք, Եվրոպական միությունը ինքը տնտեսական, քաղաքական միավոր եւ ընտանիք է։ Եվ բազմիցս հայտարարվել է, որ Հայաստանի Հանրապետությունը շատ անելիքներ ունի, որպեսզի կարողանա միանալ։
Բուլղարիան Եվրոպայի մեջ գտնվելով տարիներ տևեց մինչև վերջնական արդեն ամբողջ այդ ինտեգրումը տեղի ունեցավ, ինչ գնով տեղի ունեցավ, հանքերի վաճառքներով, լիցենզիաների կարևորագույն այդպես արդյունաբերական կենտրոնների Եվրոմիության տրամադրելով եւ այսպես շարունակ։ Մոնտենեգրոն տարիներ շարունակ տանջում է Եվրոպա աշխարհամասի մասնիկն է, որը տանջում է տարիներով, վաճառքները իրականացնում, նույն հանքերն է տրամադրում Եվրոմիությանը, բայց դեռևս չի կարողանում անդամակցի։ Թուրքիան, Ուկրաինան, Վրաստան արդեն գանք մեր տարածաշրջան։ Չեն կարողանում անդամակցել, որովհետև հեշտ չի այնտեղ անդամակցելը։ Այնտեղ անդամակցելու համար նախ պետք է Եվրոմիությունը, ընդ որում սա տրամաբանական է եւ սա ճիշտ է։ Եվրոմիությունը պետք է հստակ հաշվարկի իր օգուտները, հաշվարկի իր վնասները, այնուհետև կայացնի այդպիսի որոշում։ Եվ բազմիցս հայտարարվել է, որ Հայաստանի Հանրապետությունը առաջիկայում չի կարող լինել Եվրոմիության անդամ։ Նույնիսկ վիզաների ազատականացումով, որ փորձում էին շահագրգռել, վերջերս հայտարարվեց, որ դա հնարավոր է լուծել 3, 4, 5 տարիների ընթացքում։ Այսինքն ամենանվազագույն այդպիսի պահանջը, որը Վրաստանի համար շատ արագ տեղի ունեցավ, Հայաստանի համար դեռևս 5 տարի կարող է պահանջվել։ Սա իրենց ստերի վերաբերյալ։ Տնտեսական առումով Եվրոմիությունը չի կարող առաջիկա նվազագույնը 30 տարում Հայաստանի Հանրապետության համար դառնա վաճառքի շուկա մի քանի պարզ պատճառներով։ Նախ Եվրոմիությունը ինքը տեղում խնդիր ունի իր տնտեսությունը կազմակերպելու, այսինքն ավելի շատ արտադրելու եւ այդ արտադրածը վաճառելու իր ներքին տարածքում, այնուհետեւ արտահանելու։ Մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից այսպիսի կոշտ տնտեսական քաղաքականության վարման պարագայում։ Այսինքն Եվրոմիությունը խնդիր ունի ընդլայնվելու եւ այդպես արտահանման աշխարհագրությունը ընդլայնելու։ Անցնենք ապրանքներին արդեն դետալային։ Եթե գնում ենք հագուստի արտադրությանը, որ Հայաստանը օրինակ հագուստ կամ կոշիկ կարող է արտադրել եւ վաճառել Եվրոպային, ապա Հայաստանը կյանքում չի կարող Իտալիայի հետ մրցակցել գոնե տեսանելի 30 տարում։ Եթե տեսականորեն հնարավորություն ստացավ մրցունակ գներով եւ որակով Իտալիայի հետ մրցակցելու, ապա Թուրքիան այնտեղ ատամները սրած սպասում է շատ էժան։ Այսինքն երկու տեղերից կարող են այդ մատակարարումները տեղի ունենալ, Հայաստանը նորից հայտնվի լուսանցքից դուրս։ Գյուղատնտեսության առումով միրգ, բանջարեղեն, գյուղատնտեսության վերամշակված արտադրանք եւ այլն, օրինակ Հունաստան, Իտալիա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Նիդերլանդներից Հայաստանի Հանրապետություն ծաղիկ է ներկրվում, վերարտահանվում է Ռուսաստան, խոսում ենք մենք Եվրոպա գյուղատնտեսական արտադրանք արտահանելու մասին, սա նույնիսկ ծավալ չի, սա աննորմալության գագաթնակետն է կարծում եմ։ Խմիչքների մասով, օրինակ Հայաստանից արտահանվող կոնյակը, որ վաճառվում է ռուսական շուկայում կամ ԵԱՏՄ շուկայում, այդպես նրանց ճաշակին համապատասխան, նրանց այդպես ցանկություններին համապատասխան համայն որոշակի հատկանիշներով համադրություններով այդպես վաճառք են իրականացնում։ Նախ եվրոպացիները չեն սիրում կոնյակ խմել, եթե նախընտրում են կոնյակ խմել, ապա հաստատ ֆրանսիականն են նախընտրում։ Նրանք գինին եթե նախընտրում են խմել, ապա հաստատ պորտուգալականը, հունականն ու իտալականն են խմում։ Գարեջուրը չեխականն ու գերմանականն են խմում, այսինքն Հայաստանը որևէ կերպ չի կարող արտահանել այնտեղ։ Ուղղակի չի կարող արտահանել։ Գումարած չափանիշները, որոնց դեռ պետք է արտադրանքը համապատասխանի։ Դրանք չենք էլ անդրադառնում, դրանք չենք էլ անդրադառնում այդ բարդություններին այդպես։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը այսպես թե այնպես եվրոպական շուկա մուտք գործել չի կարող։ Ամերիկյան շուկա առավել եւս չի կարող։ Ընդ որում, այսքան քարոզի, այսքան խոսակցության արդյունքում ինչու առևտրի տեսակարար կշիռը Եվրոպայից 5%-ից չի ավելանում։ Չի ավելանում փաստացի։ Միայն կարող է ավելանալ որոշակի ժամանակահատվածում, նախորդ տարի ինչ որ մի վիճակ հայտնվեց 7-ից 8%-ի շրջանակներ մինչև բարձրացավ, բացառապես նորից Ռուսաստանից վերարտահանման մասին էր խոսքը։ Ուրիշ այլ բանի մասին խոսք չկար։ Այդ էլ հանքահունքայինի վերաբերյալ այդպես վերարտահանումներ կամ հիմա ինչ ենք արտահանում Եվրոպա, որ այդ 5 կամ 6%-ները ստանում ենք։ Ընդերքը մեր ուրիշ բան չենք մենք արտահանում։ Այսինքն, պարոն Սարգսյան, եթե փորձենք ամփոփ ասել, եթե ԵՄ-ին մենք առաջարկելու բան չունենք, ստացվում է, ԵԱՏՄ-ի հետ էլ, այսպես ասած, այդ կապերը կտրում ենք, ինչ վիճակում ենք հայտնվում, գումարած դրան, բացի զուտ տնտեսական այդ ԵԱՏՄ-ի շրջանակում առևտրաշրջանառությունը, նաև Հայաստան-Ռուսաստան, գազի խնդիր, էներգետիկ անվտանգության խնդիր, տրանսֆերտների խնդիր, սա էլ է, չէ՞, մի զգալի կոմպոնենտ, որը էական ազդեցություն ունի մեր տնտեսության վրա եւ առհասարակ սոցիալական կյանքի վրա։
Սկսենք ամենասկզբից 90-ականներին այդ ժամանակ արդեն որոշակի տարիք ունեցողները կհիշեն ինչպես էին բենզինը ձեռք բերում այդպես 5 լիտրանոց 10 լիտրանոց տարաների միջոցով պահեստավորում էին որպեսզի նեղ օրը կարողանան մեքենան վարել։ Սա մեկ։ Վառելիքային էներգետիկ առումով մեր Հայաստանի Հանրապետության էներգետիկ կախվածություն Ռուսաստանից մոտավորապես 72% շրջանակն է, մոտ 30-ից 32% ատոմակայանն է ապահովում, 30% եւ ավելի ապահովում են ջերմաէլեկտրակայանները, որը ռուսական նորից հումքով աշխատող է։ Այսինքն համատարած տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, այդպես ասած, արտադրանքի կամ սակագների բարձրացում, որին ես հակված չեմ այդպես մտածելու, կամ ավելի շատ արդյունաբերության փակում։ Իսպառ վերացում։ Սա նշանակում է, որ Հայաստանը լիակատար կախման մեջ է գտնում արդեն Թուրքիայից, այսինքն սնունդը ներկրելու ենք Թուրքիայից, իսկ դա ոչ միայն այդպես տնտեսական կամ սոցիալական խնդիր է, դա եւ պարենային անվտանգության եւ ազգային անվտանգության, որովհետեւ մենք չգիտենք ինչ է ներկայացնելու դրա մեջ։ Հաջորդը 100-200 հազար աշխատատեղեր նվազագույնը փակվելու են, որովհետև այդ արդյունաբերական գործարները, որոնք հիմա ստեղծվել են եւ աշխատում են, տեղափոխվելու են ուղղակի ԵԱՏՄ տարածք այլ պետության տարածքում աշխատեն։ Սա այդ նվազագույն վառելիքային էներգետիկ համակարգը։ Այնուհետև տրանսֆերտները բնականաբար կրճատվելու են, այժմ մոտավորապես 70% Ռուսաստանի Դաշնությունից է գալիս, չի բացառվում նաեւ այդ նույն արտագնա աշխատողների համար այնտեղ շուկայի դռների փակումներ եւ որևէ մեկը չկարողանա մեկնի արտագնա աշխատանքի։ Այո, եւ Հայաստանի Հանրապետություն տեղի ունենա աղքատություն ու սոցիալական շատ խորը ճգնաժամ, իհարկե իրենց բխող բոլոր հետևանքներով։ Եվ պարոն Սարգսյան, եթե ամփոփենք այս իշխանության նաև հայտարարությունները սոցիալական ոլորտի վերաբերյալ, Փաշինյանը շեշտադրումներ էր անում, թոշակն ենք բարձրացրել, այս ենք արել, այն ենք արել, գիտեմ, որ դուք թվերով եք եկել։ Ես մի քանի թիվ եմ հանել, որովհետև Փաշինյանը երբ որ այդ հոգեխանգարմունքի մեջ ինչ որ կենսաթոշակների վերաբերյալ խոսում էր եւ վերջում ասում էր կենսաթոշակները ավելացրել են 22.3%-ով 2018-ի եւ 25 թվականների համադրությունն են բարել 2018-ն էլ 25-ն էլ մարտ ամիսների կտրվածքով։ Հացը 1 կիլոգրամի մասին է խոսքը։ 442 դրամ 2018-ին էր 600 դրամ 2025-ին։ Տարբերություն 35%-ով գնաճ եղել։ Թոշակը 22%-ով, հացը 35%-ով։ Ալյուրը նույն ժամանակահատվածում 384-ից դարձել է 423 դրամ։ Մակարոնեղենը 492-ից 742 դրամ, 50%-ով գնաճ եղել մակարոնը։ Բրինձը 25%, 778-ից 980 դրամ է դարձել։ Թռչնի միս, ինչու է ինքը շատ է սիրում այդպես մսի մասին խոսելը, բայց այդ խեղճ թոշակառուները եւ աղքատները հազիվ հասցնում են ամսվա մեջ մի անգամ կամ 3 ամիսը մի անգամ սառեցված բուդ առնեն ու ուտեն։ Թռչնամիսը 14.6%-ով է գնաճի ենթարկվել, կաթը 27%-ով, ձուն 11%-ով, յուղը 12%-ով, բուսական յուղը 8%-ով, շաքարավազը 12%-ով։ Այսպես գումարային գնաճի երբ որ հաշվի են առնում, սրանք այն նվազագույն ապրանքների ցանկն են, որով որ սնվում են նույն թոշակառուները, նրանք նույն մակարոնեղենը ու բրինձով են սնվում։ Ամենաշատը։ Տեսեք 50%, 35%, այսինքն թոշակի աճից կրկնակի աճել է նրանց ձեռբերվող ապրանքների արժեքը եւ նման պարագայում ազգային ժողովի ամբիոնից կատարողականի հաշվետվություն ներկայացնելու խոսել թոշակների բարձրացման մասին, սա նվազագույնը, սա ոչ թե տգիտություն է, այլ անամոթություն է։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան, վերլուծության համար ես հաղորդեմ թերևս օրվա գլխավոր լուրը Գյումրիում քաղաքապետ է ընտրվել Վարդան Ղուկասյանը, Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ նրա օգտին քվեարկել են ավականու 33 անդամներից 18-ը։ Օրագրին սպասեք վաղը 5-րդ ուղիղ եթերում առավոտյան 11-ին։